Բարի օր սիրելիներս, այսօր ձեզ ենք ներկայացնում Վայոց ձորին պատկանող մի ճաշատեսակ, որը հիմնականում պատրաստում են Մարտիրոս գյուղում։ Ճաշատեսակը ինձ է հասել իմ ամուսնու տատիկից, Տանուշ տատիկից, որը պատրաստում է շատ համեղ։ Ճաշատեսակը պատրաստվում է շատ հեշտ, իսկ ճաշատեսակի պատրաստման համար ինձ օգնության է եկել մեր տիկին Հեղինեն, որը կներկայացնի ճաշատեսակի պատրաստումը։ Բարեձեզ, վերցնում ենք մեր բարբառով դանը, այսինքն եփած, ծեծած ցորենը, գեղահանված, որը վերցնում լցնում ենք կճուճի մեջ, նախորոք կճուճի մեջ լցնում ենք տաք ջուր, ավելացնում ենք նախորդ թրջած ցորենը, որից հետո մենք սպիտակ բանջար ենք ասում, սրտիկ, այսպես ասած, մեր բարբառով։ Փակում ենք կափարիչը և սպասում ենք եփելու։ Մոտ եփումը 2-ից 3 ժամ, որպեսզի ինքը ընդհանուր իրար հետ համասեր լինի, որից հետո մենք փայտյա գդալով խփենք, այսինքն համասեր կդարձնի։ Այս ճաշատեսակը կոչվում է Մարիամ ճաշ այն պատճառով, Փոքրիկ Հիսուսի ծնունդից հետո Մարիամին կերակրել են հենց այս ճաշատեսակով, դրա համար էլ ստացել է Մարիամ ճաշ անվանումը։ Հիմնականում ճաշատեսակը մատուցվում է հունվարի 18-ին։ Սիրելի բարեկամներ, հիմա ավելացնում ենք մի փոքր աղ, որից հետո խառնում ենք, թողնում ենք մի փոքր եփի, որից հետո արելու ենք։ Սիրելիներս, Մարիամ ճաշը պատրաստ է, մենք հարում ենք, որպեսզի համասեր դառնա։ Բավականին շատ ենք հարում։ Պատրաստ լինելու դեպքում մատուցում ենք վրեն յուղ դրած։ Պատրաստ լինելու դեպքում խնդրում եմ գաք համտեսեք, ովքեր ցանկություն ունեն ճաշակելու Մարիամ ճաշ։ Սիրելի բարեկամներ, պատրաստն է մեր Մարիամ ճաշը։ Մենք դնում ենք անհրաժեշտ քանակությամբ, որքան ցանկանում ես ցանկությամբ յուղ, ըստ դրան և ուտում ենք։ Իհարկե ցանկալի է այս ճաշատեսակի հետ խմել գինի, որը մենք ունենք մեր վայոց ձորյան գինի։ Բարի ախորժակ բոլորը։